2026 թվականի մայիսին ճակատագիրը անսպասելի փոփոխություններ և ճանաչում է պատրաստել այս 3 կենդանակերպի նշանների համար։ 2026 թվականի մայիս կենդանակերպի 3 նշաններ անսպասելի փոփոխություններ և ճանաչում կունենան։ 2026 թվականի մայիսին ցուլը, երկվորյակները և ջրհոսը փոփոխություններ կզգան։ Ճակատագիրը կվերականգնի կորցրածը։ Աստղաբանական իրադարձությունները խոստանում են արդարություն և նոր հնարավորություններ։ 2026 թվականի մայիսին ցուլը, երկվորյակները և ջրհոսը կանցկացնեն մի ժամանակաշրջան, երբ անցյալը անսպասելիորեն կվերադառնա և արդարությունը կդրսևորվի ամենաանսպասելի ձևերով։ Պետերբուրգ 2 կետրուի համաձայն, այս 3 կենդանակերպի նշանները կտեսնեն իրադարձությունների զարգացումը իրենց օգտին, մինչդեռ հին դժգոհություններն ու թյուրըմբռնումները կմոռացվեն երկրորդ պլան։ Ամսվա աստղագուշակական ասպեկտները խոստանում են ոչ միայն գաղտնիքների բացահայտում, այլև կորցրածի կամ մոռացվածի վերադարձ։ Ցուլ, հանգստությունն ու ազնվությունը կհաղթեն։ Ցուլի համար մայիսը կլինի այն ժամանակը, երբ ուրիշների կողմից մանիպուլյացիայի ցանկացած փորձ կկորցնի իր ուժը։ Ամսվա վերջում, երբ Մարսն ու Պլուտոնը կմիանան, բոլոր դժվար իրավիճակները կսկսեն հեշտությամբ լուծվել։ Սա հատկապես նկատելի կլինի ֆինանսական հարցերում։ Մայիսի 22-ի սահմաններում Արեգակը միանում է Ուրանին, ջրի երես հանելով նախկինում թաքնված մնացած հին պարտավորությունները կամ պարտքերը։ Ճակատագիրը ցուլին վերադարձնում է այն, ինչ նրանք մի ժամանակ կորցրել էին, և դա անում է առավելագույն ազնվությամբ։ Այս ժամանակահատվածում կարևոր է պահպանել հանգստություն և դիմադրել սադրանքներին։ Ճշմարտությունը ի վերջո լույս կբացահայտվի։ Երկվորյակներ, ճշմարտությունը բացահայտում է։ Մայիսի երկրորդ կեսին երկվորյակները կզգան իրադարձությունների արագ զարգացումը։ Մերկուրին, նշանի կառավարիչը, տեղափոխվում է երկվորյակների մեջ և միանում է Ուրանին, արագացնելով բոլոր գործընթացները։ Արդեն մայիսի 13-ին նրանց մտերիմներից մեկը կարող է պատահաբար բացահայտել կարևոր տեղեկություններ, որոնք երկար ժամանակ գաղտնի են մնացել։ Մայիսի 22-ին պարզ կդառնա, թե ով էր ազնիվ և ով փորձում էր վնասել։ Բամբասանքը կորցնում է իր ուժը, և նրանք, ովքեր դավադրություններ էին կազմակերպել, հայտնվում են դժվարին իրավիճակում։ Մայիսի 19-ին Մերկուրիի և Պլուտոնի միացումը անկեղծության պահ է բերում։ Մարդիկ ընդունում են իրենց սխալները, իսկ երկվորյակները զգում են ներքին բավարարվածություն և արդարության զգացում։ Հետաքրքիր է, որ հայտնի անձինք նույնպես հայտնվում են նմանատիպ իրավիճակներում, կապված իրենց անձնական կյանքի և անսպասելի խոստովանությունների հետ։ Օրինակ, մի երգիչ կիսվել է նոր հարաբերությունների և տարիքային տարբերության մանրամասներով, բուռն քննարկում առաջացնելով երկրպագուների շրջանում։ Ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել Լյուբով Ուսպենսկայայի անձնական կյանքի մասին հոդվածում։ Ջրհոս, ազատություն և ճանաչում։ Ջրհոսների համար մայիսի վերջը կլինի այն ժամանակը, երբ հանգամանքները կսկսեն փոխվել իրենց օգտին։ Մարսի և Պլուտոնի միջև լարված ասպեկտը ստեղծում է իրավիճակներ, որոնցում նրանք, ովքեր փորձել են սահմանափակել ջրհոսի ազատությունը, բախվում են իրենց գործողությունների հետևանքներին։ Մայիսի 25-ին Արեգակի և Նեպտունի միջև միացումը օգնում է նրանց տեսնել, որ նախկինում անկարևոր համարվող գաղափարները այժմ պահանջում են հարգանք և ճանաչում։ Մայիսի 31-ի լիալուսինը բերում է արժանի հաղթանակ։ Սա կարող է լինել կարևոր հարցի լուծում կամ ջրհոսի ներդրման ճանաչում ընդհանուր գործում։ Այս ժամանակահատվածում ի հայտ է գալիս ներքին ազատության և ինքնավստահության զգացում։ Այս նշանների ներկայացուցիչների համար 2026 թվականի մայիսը կլինի այն ժամանակը, երբ տիեզերքը ամեն ինչ կվերադարձնի պատճառահետևանքային կապի օրենքի համաձայն։ Հին ինտրիգները կորցնում են իրենց ուժը, և ճշմարտությունը դուրս է գալիս առաջին պլան։ Շատերի համար սա ոչ միայն փոփոխությունների շրջան կլինի, այլև հնարավորություն վերանայելու անցյալը և նոր թափով առաջ շարժվելու։ Ցուլը,
Երկվորյակները եւ ջրհոսը այն նշաններն են, որոնք 2026 թվականին կլինեն աստղագուշակական իրադարձությունների կենտրոնում։ Նրանցից յուրաքանչյուրն ունի կյանքի նկատմամբ յուրահատուկ մոտեցում։ Ցուլը գնահատում է կայունությունն ու ազնվությունը, երկվորյակները ձգտում են նոր գիտելիքների եւ բացության, իսկ ջրհոսը միշտ ձգտում է ազատության եւ անկախության։ Մայիսին այս հատկանիշները կօգնեն նրանց ոչ միայն հաղթահարել դժվարությունները, այլև ձեռք բերել արժանի ճանաչում։ Ամսվա աստղագուշակական ասպեկտները ընդգծում են ազնվության, բացության եւ ճակատագրի բերած փոփոխությունները ընդունելու ունակության կարեւորությունը։